Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, չենք մոռանում, որ պետք է հոգ տանել բնության մասին, որպեսզի բնությունն էլ կարողանա ապահովել այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք եւ լինենք առողջ ու ստեղծենք տարատեսակ միջոցառումներ, փառատոններ, որտեղ հատկապես փոքրիկները կլինեն ել ավելի ուրախ ու երջանիկ եւ փառատոններից մեկի մասին ունենք հնարավորություն ավելի մանրամասն խոսելու, իսկ ավելի կոնկրետ օգոստոսի 2-ին Ճախրուկ 6-րդ միջազգային ներառական փառատոնը տեղի ունենալու Լոռու մարզի Օձուն գյուղում։ Ավելի մանրամասն կզրուցենք Անահիտ Մխիթարյանի հետ, Ճախրուկ հասարակական կազմակերպության համահիմնադիր, երաժիշտ, կլինիկական հոգեբան եւ Արմեն Սուքասյանի հետ, կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ եմ ձեզ այդ օրը սկսել։ Թերևս արդեն 6 տարի։ Տպավորություններ ոնց որ մի քանի ամիս առաջ էինք խոսում 5-րդ արդեն փառատոնի մասին եւ առասարակ Ճախրուկի, բայց այսպես աչքերը թարթում բացում ենք ու շատ արագ ժամանակը վազում է առաջ։ Ամփոփենք անցած տարվա արդյունքները ու հետո արդեն անդրադառնանք այս տարվա փառատոնին։ Իսկապես մտովի գնացի արդեն նախորդ մեր զրույցի, երբ որ չեմ հիշում 4-րդ թե 5-րդ փառատոնից էինք խոսում։ Անցած տարվա փառատոնը 5-րդն էր եւ որպես Ճախրուկը ծնվեց Խալբերդի մասնագիտացված մանկատանը, հենց մանկատան մեծ այգում իրականացրեցինք, իսկ այս տարի արդեն մեր Ճախրուկի ավանդույթին համաձայն մենք շրջում ենք մարզերում եւ նպատակը իրականում համայնքների, մարզերի, ժողովրդին մասնակիցը դարձնելն է այս ոգեղեն միջոցառման։ Հրաշալի ավանդույթ ունեք, այսպես ասած, ձևավորված, որ Ճախրուկն է այցելում մարզերով, որովհետև նաև հասանելի ճախրելով, այո, մնացած մարզերով, համայնքներով, որպեսզի շատ-շատերին հասանելի դարձնի։ Այս տարի Լոռու մարզուի Օձուն գյուղում է անցկացվելու։ Օձուն գյուղում ենք անցկացնելու, մի աստվածային վայրում է եւ իրականում մի վայր, որտեղ որ չես կարող չճախրել ձորի բերանին, այսպես ասած, եւ թիկունքում սարերը։ Իսկ ինչու եւ ինչպես է ընտրվել հենց այդ վայրը այս տարվա փառատոնի համար։ Լոռի էինք ուզում լինի ու շրջում ենք միշտ տարածքում զգում ես, որտեղ կարող ես իրականում այդ ոգեղենությունն ինչ որ ուզում ես, ինչ որ բնորոշ է Ճախրուկին, դա զգացողություն է, որ ուղղակի զգում ես, որ պետք է ուղղակի այս տեղում լինենք։ Պարոն Սուքասյան, խոսենք նաեւ համագործակցության մասին, ինչպես ստացվեց եւ ինչ է սպասվում այս տարի։ Շնորհակալություն, նախ պետք է անկեղծորեն շնորհակալություն հայտնեմ Ճախրուկի աղջիկներին, մենք այդպես ենք իրենց ասում, որ մեզ առաջարկեցին մասնակցել այս ուղղակի ֆանտաստիկ նախաձեռնությանը, որովհետև այն ինչ որ իրենք անում են, դա աներևակայել է։ Մենք չենք պատկերացնում, մինչև ինքներս չգնացինք Խարբերդ եւ մեր աչքով չտեսանք այդ հսկայական աշխատանք, այդ աստվածահաճո մեծասիրտ աշխատանք, որ աղջիկները այնտեղ իրականացնում են եւ մեզ համար մեծագույն պատիվ է։ Եվ պետք է ասեմ, որ բացի պատիվը, նաեւ մենք ինքներս ավելի մարդկայնանում ենք, ավելի մարդ ենք դառնում, երբ որ այդ ամեն ինչի մեջ ներգրաված ենք լինում։ Անկեղծ եմ ասում, այդ հուզումները, այդ ապրումները, ինչ որ մենք ունեցանք այնտեղ, դա աներևակայել, մենք փոխվեցինք, մենք իսկապես դառանք լրիվ ուրիշ մարդ։ Եվ մենք իսկապես շնորհակալ ենք Ճախրուկի աղջիկներին, որ մեզ ներգրավել են այս պրոյեկտի մեջ։ Հրաշալի է իրականում, կարծում եմ այդ ամենի ականատեսը դուք էլ կարող եք լինել, եթե բաց թողնեք այս փառատոնը, թե ավելի հստակ ինչ էմոցիաների, ինչ զգացմունքների մասներ քիչ առաջ պարոն Սուքասյանն էլ խոսում ու նշում։ Այս տարվա կարգախոսը կհիշեցնեք։ Կարգախոսը միշտ նույնն է, ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք։ Այսինքն միշտ պահպանում ենք նույն կարգախոսը։ Պարոն Սուքասյան, ես եւս շնորհակալ եմ, որ մեր կողքին եք, որտեղ իրականում գաղափարը կիսող մարդկանց պետք է գտնես։ Այստեղ պարզապես չես կարող համագործակցություններ ունենալ յուրաքանչյուր տարի եւ մեզ համար բարդ է ամեն անգամ հասկանալ ինչ թիմի, ինչ կոլեկտիվի հետ պետք է համագործակցես։ Բայց փառատոնի շնորհիվ կարծում եմ նաև հասարակության մոտեցումն ու ընկալումներն է փոխվում շատ հաճախ։ Գիտեք, հանդիսատեսը որպես ունկնդիր չի լինում։ Ստեղծվում է մի դաշտ, որտեղ շատ յուրահատուկ կերպով մենք ինքներս էլ ամեն անգամ հնարավորություն ես ունենում քո հետ մնալու։ Շատ տեսանկյուններ վերանայելու ամենակարևորը վերագտնում ես։ Երբ որ քո մեջ որոշ արժեքներ վերագտնում ես, արդեն տեսնում ես բաներ քեզնից դուրս, որը երբևէ դու դա չես էլ տեսել։ Լրիվ արդեն
Այլ բան է խոսել մի թեմայի շուրջ, այլ բան է կոչեր անել, այլ բան է ներկայացնել եւ այլ բան է, երբ որ այդ հրաշք մանուկների հետ շփվում է ուղղակի կամ առօրյան օրը տես ինչ որ մի չափով նրանց հետ անցկացնում, տպավորությունները հիմա չեմ ուզում խոսքերով ասել, ուղղակի պետք է ականատես լինել։ Օգոստոսի 2-ին։ Ինչպես կարող են գալ մասնակցել։ Անմիջապես գյուղի սկիզբն է, երբ որ կան հասնեն Օձունգյուղ, միանշանակ բոլորը տեսնելու են, այո, դաշտում մեծ գեղեցիկ բեմ, տաղավարներ ժամը 6-ից բոլոր մասնակիցներ ունենալու են իրենց ձեռագործ աշխատանքների ցուցադրությունը, այո, ունենալու են ազգային պար եւ ժամը 7-ին արդեն համերգային մասը, Երևանի պետական կամերային երգչախումբը եւ հնագույն երաժշտության տաղարան համույթը բոլոր հաստատության երեխաների հետ միասին, նաև մեր ճախրուկների հետ միասին կամերային երգչախումբն էլ է ելույթ ունենալու։ Համատեղ ելույթներ կան։ Հրաշալի է, ինչպիսի ծրագիր է ընտրված, եթե կարող եք ծրագրից նույնպես խոսել։ Հիմնականում հայկական ժողովրդական երաժշտության հիմքի վրա ստեղծված ուրեմն մշակումներ են եւ կարեւորը երեխաներին հարազատ եւ ծանոթ, որ իրենց համար հեշտ լիներ։ Իսկ փառատոնից դուրս փառատոնը ամսի 2-ին է, դա հասկացանք։ Գալիս են Կոձոն բոլորս։ Բայց հետո այդ նույն համագործակցության շրջանակներում չարժե շրջագայել։ Մենք քիչ առաջ միջանցքում խոսում ենք մի գեղեցիկ համագործակցության մասին, կարծում եմ առաջ աստված, երբ որ հաջողի, մենք առիթ կունենանք եւս դրա մասին խոսելու։ Մենք ուրախ կլինենք ձեզ նույնպես շնորհակալ մեր տաղավարում։ Մի փոքր նաև պատմենք նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես փորձերի մասին, ինչպես են ընթանում աշխատանքները երեխաների հետ, ինչպես են նրանք տրամադրվում, որ պիտի ելույթ ունենան համույթի հետ, մեծ բեմում ելույթ ունենան։ Պետք է ասեմ, որ ֆանտաստիկ երեխաներ են, այդ երաժշտության անկալումը նրանց մոտ, նրանց սերը, նրանց վերապրումը երաժշտության, նրանք կարողանում դա քեզ փոխանցել, քեզ հուզել։ Եվ արդեն մոտ 2 ամիս մենք աշխատում ենք ծրագրի վրա խմբերի հետ միասին եւ մի քանի օր առաջ կամերային երաժշտության տանը եղավ փորձը, այսինքն գլխավոր փորձը, այսպես ասած, եւ բավական արդյունավետ, բավական հաջող փորձ եղավ, այսինքն այս պայդրությամբ կարելի ասել, որ պատրաստ ենք իրականացնելու ծրագիրը։ Հիանալի է։ Ֆանտաստիկ։ Երեխաները ինչքան ժամանակ է արդեն սովորում են, ինչքան ժամանակ կամ խոսենք այն ծնողների մասին, ովքեր տեղը չգիտեն կամ չգիտեմ դիմելու ձևը չգիտեն, ինչպես իրենց տաղանդավոր երեխաներին նաև ճախրուկ բերեն, որպեսզի նրանք այնտեղ նույնպես այցելեն։ Իրականում շատ են մեզ դիմում, որ իրենց երեխաներին ճախրուկ բերեն, բայց քանի որ ճախրուկը խարբերթի մանկատանն է եւ մենք պարզապես ֆիզիկապես ի վիճակի չենք այլ երեխաների հետ աշխատելու, որոշեցին գոնե աշխատենք միայն խարբերթի մանկատան երեխաների հետ։ Իսկ փառատոնի շրջանակներում մենք արդեն երկհացանք բաժանում ենք տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներ, հատուկ կրթահամալիրներ, հասարակական կազմակերպություններ, ովքեր աշխատում են նման յուրահատուկ երեխաների հետ եւ այդպես փորձում ենք միասին կապի մեջ լինելով ծրագիրը քննարկելով, իրար օգնելով բերել հասցնել այն որակին, որ արդեն կարողանան փառատոնի ժամանակ մասնակցություն ունենալ։ Խարբերթի շրջանակներից դուրս ճախրուկ արդյոք չի ուզում մտածել մեկ ճախրուկ էլ ուրիշ միջավայրում կամ համայնքում բացվի։ Ուզում է ու երևի թե այսօր արդեն բարձրաձայնեմ դրա մասին, մենք կունենանք մի երգչախումբ Լորիում, ճախրուկ երգչախումբ կստեղծենք։ Վստահաբար, որովհետև մենք գիտենք, թե որքան կարևոր է ներառական կրթությունը եւ երեխաները, որոնք ունեն հատուկ կարիքներ, պիտի ներգրավված լինեն կյանքի բոլոր ոլորտներում եւ պիտի հավասարը հավասարին լինեն, անկախ նրանից, թե ինչպիսի կարիքներ ունեն նրանք, պիտի ամեն բան լինի նրանց համար հատկապես ավելի հեշտ, ավելի մատչելի, որովհետև այդ խնդիրները չպիտի խանգարող հանգամանք դառնան հատկապես ստեղծագործող երեխաների համար եւ շնորհակալություն ձեր աշխատանքի համար, որ դուք օգնում եք բոլորիս վայելել եւ այդ օրը դարձնում եք իսկական տոն հատկապես երեխաների համար։ Պետք է ասեմ, որ աղջիկները իսկապես ֆենոմենալ աշխատանք են անում, որտեղ բոլորս էլ գիտենք, որ կան կարիք ունեցող երեխաներ։ Բայց ոչ բոլորս ենք, որ ունենք այդ համարձակությունը նայել այդ երեխաների աչքերի միջոցով մտնել նրանց սիրտը, հասկանալ նրանց կարիքներ եւ օգնել։ Այս աղջիկները չեն վախենում եւ անում են այդ գործը։ Գեցեք դուք ու իրականում ձեր արած աշխատանքը շատ գովելի է եւ հարգանքի արժանի։ Ես վստահ եմ, որ իրոք մենք կկարողանանք նման փառատոների, նման նախագծերի, նման գաղափարների շնորհիվ հասարակության ցավոք սրտի
դեռևս կան հասարակության մեջ տոկոսային հարաբերությամբ շատերը, որոնք այլ պատկերացում ունեն եւ այլ մոտեցում ունեն։ Նաեւ այդ տեսակների մոտեցումն ու ընկալումները կարողանան կարծիքների հետ միասին կարողանան փոխել։ Բայց ես վստահ եմ, որ համագործակցության նաեւ շատ այլ օղակների հետ է համագործակցում ճախրուկը եւ նրան շնորհիվ է, որ ամսի 2-ի փառատոնը նաեւ տեղի ունենում։ Խոսքը նախարարությունների մասին է։ Ճիշտ գիտենք։ Այո, տարբեր համագործակցությունների արդյունքում, տարբեր մարդկանց ներգրավվածության արդյունքում, որովհետև բացի կազմակերպչական ու երաժշտական ծրագրային առումով գաղափարը կյանքի կոչելը, այնտեղ գիտեք, որ բավականին հարցեր կան, որոնք որ պետք է ուղղակի կազմակերպել։ Նշենք, որ փառատոնը կայանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ գործընկերներն են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Բայց ցանկացողների դեպքում կարող են բոլորը, եթե ուզում են նպաստեն, կամ ցանկություն են իրենց ներդրում ունենալ, կարող են հենց կապվել ճախրուկ հասարակական կազմակերպության հետ եւ օգնեն այդ ֆանտաստիկ եւ տաղանդավոր մեր երեխաներին։ Շատ շնորհակալություն ձեզ, նաեւ շնորհակալություն ձեր համագործակցության համար, որ այդքան արագ արձագանքում եք ու միշտ ճախրուկի կողքին եք։ Ձեզ համար, որ ձեզ եք շնորհակալ նաեւ ձեր քույրիկին, ձեր արած աշխատանքի համար եւ ամբողջ կոլեկտիվի ճախրուկի համար։ Քույրիկներին, ներողություն, քույրիկներին։ Ու մաղթում ենք հաջողություն ու իրականում ավելի ու ավելի ընդլայնվի, որպեսզի ճախրուկը ունենա բավականին մեծ հնարավորություն շատ շատերի համար։ Շնորհակալություն ձեզ եւս շատ շնորհակալություն, որ այդպես շատ սիրով եք խոսում ճախրուկի մասին ու յուրաքանչյուր անգամ շատ ջերմ միջավայր են գալիս, որտեղ գիտենք, որ շատ կարևոր հարցերի մասին ենք խոսելու։ Շնորհակալություն ձեզ։ Միշտ պատրաստ ենք խոսել եւ մեր հարթակը եւս օգտագործել մարդկանց պատմելու նմանատիպ նախագծերի մասին։ Հիշեցնենք օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձունքում տեղի կունենա ճախրուկ 6-րդ միջազգային փառատոնը, ներառական փառատոնը, որը պետք է գնալ ու վայելել։ Շնորհակալություն ձեզ, դա որ շարունակություն եք մաղթում, իսկ այսպես արդեն սիրներս խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, ովքեր անհապեր սպասում են, որպեսզի ներկայացնեն նորվա լրահոսը։